դատարանն է, որ օրինակ կարող է Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառել նույնիսկ այդ նույն մեղադրանքի մեջ կարող են կիրառել մի շարք պատժամիջոցներ, չէ, այնտեղ նույնիսկ կա հանրային աշխատանքի պատժամիջոց, այդ նույն մեղադրանքի մեջ կա տարբեր պատժամիջոցներ։ Կարող է լինել 2 տարի, կարող է լինել հանրային աշխատանք, տուգանք։ Այս իշխանությունն է, որ ինքը միշտ մանավանդ եթե խոսքը գնում է իր ընդդիմադիրների մասին, միանգամից կալանքը դառնում է մահակ, անդադար ամենամեծ պատիժը, եկեղեցին կարող է եւ ներողամիտ գտնվել, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ մեղք ենք գործում ու այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ եկեղեցին երբեք չի խոսում իր կատարյալ անմեղության մասին, որպես հոգևորականներ, եկեղեցին ինքը որպես անշուշտ կատարյալ կառույց է, անմեղ է եւ սուրբ է, եթե խոսում ենք ինստիտուտի խորհրդի մասին, բայց հոգևորականներս մեղք գործում ենք, դա իրենք գյուտ չեն արել ու գնալ քչփորել, ձայնագրություններ լսել, տակից հանել, ինչ որ Պողոս, ինչ որ մի կարգալույց հոգևորական ընդեղ է մի բան ասել, այն մյուս կարգալույց հոգևորականը այնտեղ է բամբասում, եկեք այդ բամբասանքները քչփորենք, տեսնենք որն է ճիշտ, որն է սխալ։ Մենք բամբասանք քչփորելով չենք զբաղվել։